բայց այս գործը սա արդեն իրավաբանության հետ Առանց նորմալ հետազոտելու Դավիթ Մինասյանին Էջմիածնի բժշկական կենտրոնից տեղափոխել են Արմավիր քրեակատարողական կենտրոն։ Փաստաբաններն են հիվանդանոցի բակում ահազանգել, որ բժիշկները չեն սպասել անգամ, որ երիտասարդի մայրը բժշկական փաստաթղթերը բերի ներկայացնի։ Մենք հայտարարեցինք, որ այս երեխան այսքան հիվանդություն ունի, 3 րոպե սպասեք, մայրը բժշկական փաստաթղթերը բերի։ Հենց նոր, բժիշկները չսպասեն, մի հատ ասեին, հələ բերեք տեսնենք մի հատ, այդ ինչի մասին եք դուք այդքան խոսում։ Այս երեխան կարող է հիմա սենց շատ լավ է, էսա կարող է մի հատ կատեի կարիք ուներ, կարող է սոնոգրաֆիայի կարիք ուներ։ Հələ բերեք ձեր այդ թղթերը տեսնենք ինչի մասին է։ 3 օր խոսում ենք ախր այդ մասին։ Սենց պետք էր վերցնեին տանեին։ Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Դավիթի մոտ առկա է կոլապսային վիճակ եւ գիտակցության յուրաքանչյուր կորուստ կարող է ճակատագրական լինել ու հանգեցնել մահվան։ 18-ամյա երիտասարդը ունի չբացահայտված ալերգիաներ տարբեր դեղորայքներից, որոնց դեպքում անգամ հասարակ հանգստացնող միջոցների օգտագործումը կարող է խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Հայաստանի վարչապետն արդեն Մոսկվայում է, ռուսական լրատվամիջոցներն են հրապարակել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կադրերը օդակայանից Կրեմլ գնալու ճանապարհին։ Այսօր Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտնել էր, որ պաշտոնական բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները կշփվեն նաև աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարեդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Սա Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի արձագանքն է վերջերս Ադրբեջանից հնչած հերյուրանքներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 3 հայտարարություններ տարածել կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Armenpress-ի հետ զրույցում Բադալյանը նկատել է, որ տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական եւ ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակում են օգտագործվել նաեւ պետական մակարդակով։ Ես առաջին կրտսեր խմբի ծնող եմ։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մրսուր մանկապարտեզում ծնողները բողոքի ակցիա են անում, պահանջելով տնօրեն Փառանձեն Միրիբյանի հրաժարականը։ Նրանց պնդմամբ տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, քանի որ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցնում աշխատակիցների հասցեին։ Ինքը տնօրենը չի պատասխանել մեր գործընկերների հարցերին, պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ եւ իրեն լավ չի զգում։ Տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ մտել է ու փակվել իր աշխատասենյակում։ Մանկապարտեզն այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Տնօրենը կշարունակի աշխատել։ Դա մենք ենք որոշում։ Դուք խնդիրներ արձանագրեցիք։ Արձանագրում ենք դեռ։ Ռուսական հացահատիկի հերթական խմբականակն արդեն ճանապարհին է դեպի Հայաստան։ Բիլաջարի կայանից մեկնել է 5 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որն Ադրբեջանի տարածքով 349 տոննա հացահատիկ կներկրի։ Սա արդեն բարբերական բնույթ կրող բեռնափոխադրումների հերթական մատակարարումն է, որն ապահովում է ցորենի անհրաժեշտ պաշարների մուտքը Ադրբեջանի տարածքով հայկական շուկա։ Ման Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հրապարակել է այն 4 հիմնական պահանջները, որոնց կատարման դեպքում միայն Թեհրանը պատրաստ կլինի խաղաղության գնալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Իրանական կողմը պահանջել է ագրեսիայի եւ ահաբեկչական գործողությունների լիակատար դադարեցում, հարձակումների կրկնությունը բացառող հավաստի երաշխիքներ, նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցում հարգել Իրանի լիակատար իրավասությունները միջազգային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Այս քաղաքական հայտարարություններին զուգահեռ Թել Ավիվում շարունակվում են իրանական վերջին հրթիռային հարվածների հետևանքների վերացման աշխատանքները։ Հրթիռակոծության հետևանքով քաղաքում 4 հարկանի շենք է փլուզվել։ Կադրերը փաստում են զգալի ավերածությունների, զոհերի ու վիրավորների մասին։
ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատճառն այն է, որ դաշնակիցները հրաժարվել են աջակցել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Սպիտակ տունն արդեն տեղեկացրել է, որ նախագահը շուտով հանդես կգա հատուկ ուղերձով, ազգին ներկայացրելով իրավիճակի շուրջ կարևոր թարմացումներ։ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իրանում իշխանափոխությունն իր նպատակների մեջ չի մտել, քանի որ նրա խոսքով այն արդեն իսկ տեղի է ունեցել։ Նա շեշտել է, որ իր միակ առաջնահերթությունը Իրանին միջուկային զենքից զրկելն էր, եւ այդ նպատակն այժմ համարում է իրագործված։ Իրանում ամերիկյան ուժերի 4 գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել երկրի ռազմաօդային ուժերը, նավատորմը, հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրական օբյեկտները եւ հրթիռային կայանքները, հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա, քանի որ Թեհրանը հրաժարվել է հանձնել հարստացված ուրանը, դա վկայում է միջուկային ռումբ ստեղծելու մտադրության մասին։ Մերձավոր Արևելքի պատերազմը կավարտվի առավելագույնը 3 շաբաթից։ Ծոցում ռազմական գործողությունների վերաբերյալ հերթական կանխատեսումն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ չնայած նրա վստահությանը տարածաշրջանում պայթյուններ են հնչել միանգամից մի քանի ուղղությամբ։ Նախ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է Թեհրանի ուղղությամբ հարվածների մասին։ Գրոհի է ենթարկվել նաև Սպահան քաղաքը։ Անօդաչուի հարվածից հետո էլ հրդեհ է բռնկվել զինամթերք տեղափոխող մեքենայում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չորեքշաբթի ավարտին է հասցրել Թեհրանում Իրանի կառավարական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների ալիքը։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի Շահիդ Հաղանի առևտրային եւ ուղևորատար նավահանգիստը եւս հարվածի է ենթարկվել։ Բեյրութում էլ իսրայելական հարվածներից հետո առնվազն 7 մարդ է զոհվել, 24-ը վիրավորվել, հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Իրանից էլ հրթիռներ են թռչել հակառակ ուղղությամբ։ Թել Ավիվում մի քանի հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի զինված ուժերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է նաեւ Սաուդյան Արաբիայի Էլ Հարջե ամերիկյան ռազմաբազայի վրա։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունն էլ տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը Ծոցի երկրի միջազգային օդանավակայանը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչը հանգեցրել է մեծ հրդեհի վառելիքի բաքերում։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին, Իրաքին եւ Սաուդյան Արաբիային։ Աֆղանստանում եւ Պակիստանում վերջին 5 օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևները մասշտաբային ջրհեղեղի եւ սողանքի պատճառ են դարձել։ Բնական աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 45 մարդ։ Տասնյակ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մահացության հիմնական պատճառը շենքերի փլուզումը, կայծակնահարությունն է։ Մի շարք մայրուղիներ փակ են։ Օթերվութաբանները նախազգուշացրել են նոր փոթորիկների մասին։